Պարոն Սիմոնյան, մի հարցը ոչ այդ սորակարգի։ Պարոն Սիմոնյան, որոշ լրատվականներում տեղեկություն տարածվեց, որ ընդդիմադիր որոշ ուժեր մարզերում, այնուհետև տեղափոխելու Երևան, որոշում են կայացրել բախումներ հրահրել, այնուհետև քաոս ստեղծել երկրում։ Կարող ենք ասել մեկնարկը այսօր ազգային ժողովում տրվում է։ Դե ես ասացի, որտեվ հիմա շատ մարդ է եկել, շատ մեծ սփյուռքահայ եղբայրներ, քույրեր են եկել Հայաստան, եւ իրավիճակը արուն է բացվել, հերթական թեժ ժամարձը մեր հավաքածուն է հիմա ցուցադրվելու ամենայն հավանականությամբ, չեմ բացառում, բայց կրկնում եմ, թող փորձեն եւ պատասխանը բնական է օրենքի շրջանակներում ստանալու են, ինչպես նաեւ քաղաքական մակարդակով շատ լավ պատասխան կստանան, մենք դա գիտենք։ Ընդդիմադիրներն ասում են, որ Ալեն Սիմոնյանը վերաբերում, ասում է, որ նիստը դուք վարելիս արդեն սադրում եք իրենց, այսինքն դուք եք այդ բախումների գլխավոր դերակատարը, անգամ Ղալումյանը, որը առաջինը ձեռնամարտի բռնվեց, ասում են, չէ, Ալեն Սիմոնյանն է, դուք ձեր վրա եք վերցնում այդ բախումների պատասխանատվությունը։ Չէ, որ ուզենամ սադրեմ, կսադրեմ, բայց չէ, դրա կարիքը չկա։ Դե գիտես ինչ, եւ ես ասացի, սնան կա, ասելիք չկա, ինչ պետք է խոսա հանդիմությունը, ժողովուրդ, եկեք ծուռը նստենք, դուզը խոսենք, հա, ժողովրդական խոսքով ասած, հա։ Տեսեք, եկեք պատկերացնենք մի իրավիճակ, որ ճակերտավոր Ալեն Սիմոնյանը չի սադրում, հա։ Ինչ հալնելու դահլիճում։ Ոչ մի բան։ Բովանդակություն չկա։ Քրիստինե Վարդանյանը երբ որ սուր ելույթ ունեցավ, դուք ամբողջ թիմով խառնվել եք իրար, մի անգամ մի հատ լավ Քրիստինե նախ ով ասաց, որ լավ ելույթ է, այդ որ դուք ձեր պուճուր շրջանակով եւ Քրիստինե Վարդանյանը իր պուճուր շրջանակով sense պուճուրիկ դրոշներով ասում են, այո, դուք շատ լավն եք, մենք էլ ունենք այնպես մարդիկ, ովքեր մեզ են սատարում։ Խնդիր չի։ Բոլոր իրան բայց բացի այդ պուճուր Պուչիկներից, հա, մոլորակներից, հա, գոյություն ունի օբյեկտիվ իրականություն։ Ինչն էր իրա, ասենք, ես օրինակ այդ ելույթից շատ վրդովված եմ, որ ես չեմ սիրում, բոլոր նորմալ կարծում եմ հայերը նման բան չեն սիրում, երբ որ օրինակներ են բերում մարդկանց երեխաների զոհվելու, ընտանիքների անդամների, հայրերի, կամ որպես ես չեմ սիրում, ես չեմ ընդունում, քաղաքական գործիչ եթե ասելիք ունի, տեսել եք ես երբևիցե ինձ թույլ տամ ամենավատ վերաբերմունք ունեցող քաղաքական գործի երեխայի մեռնելու մասին բան խոսամ։ Տեսել եք ես այս բանից թույլ տամ։ Որպեսզի իր խոսքը բան, ես ներողություն եմ խնդրում։ Դե բայց ասում է պետք է երեխան, ասում է ինքը իր երեխան զոհվել, հա, որ ինքը կա։ Ես ինչ խոսալու ձև է։ Այդ լավ ելույթ չի։ Այդ վատ ելույթ է։ Այդ վատ ելույթ է։ Գիտեք, դες մի հատ ասացված կա, մեկը տուն, կարծեմ ասել եմ ձեզ, մտմատուն ասla թակավորը հետս խոսեց, ասում է ինչ ասեց սրիկա, փախի ստեղից։ Հիմա այդ լավ ելույթ չէ, վատ ելույթ է եւ աչքի է ընկել ոչ թե բյուրաբովանդակությամբ, ասում է, բանա, Հայաստանի տարածքներից գյուղերը հանձնեցին։ Դա կատարյալ սուտ է, Հայաստանի Հանրապետության տարածքներից ոչ մի բան չի հանձնվել։ Դա սուտ է, լավ ելույթ էր, ինչ էր լավ ելույթ։ Ինչով էր իհարկե։ Ձեզ որ չցավացներ դուք ձեր ցավացնելը, տեսեք, ցավացնելը ասեցի իմ ընտանիքին են բա կպնում, իմ երեխային են կպնում, ես երեխա ունեմ, այսինքն որ երեխայիս կպելա ցավացելա, ես ջղայնացել եմ դրա վրա եւ իրեն արձագանքել եմ, դա լավ ելույթ, հա։ Ուզում եք տենց, ես ինձ թույլ չեմ կարող տալ որևիցե մեկի երեխայի կամ ընտանիքի մասին տենց ելույթ ունենամ, ուրեմն ես վատ եմ ելույթ ունենում։ Սաղից էլ լավ եմ ելույթ ունենում առանց որևիցե մեկի ընտանիք մտնելու կամ Գեղամը Մանուկյան իրա շեֆի պես տրուսիկով նկարվել է, այդ իրա շեֆն էր նստած ձեր հարցազրույց տալուց տրուսիկներից խոսում, տրուսիկներից սենց։ Թող գնա այդ իրան, չեք հիշում, որ Քոչարյանը ասում էր տրուսիկների մեջ մանեկեք։ Կգնաք կնայեք կհիշեք։ Չէ, ասուլիսի ժամանակ։ Այդ իրանց մակարդակն է։ Հուշկու հակահարված ընդդիմության կողմից ռեժիմը խոճապի մեջ է։ Լավ էլի 20 տարի ընդդիմություն ենք եղել, գիտենք թե ընդդիմության սխալների ցիկլը, որով հիմա իրանք անցնում են, թե որ ինչ պետք է անեն։